Գավառի Հրաչյա Բունյաթյանի անվան պատկերասրահը նոր հասցե ունի։ Գավառ քաղաքի կենտրոնական հրապարակ 3։ Նոր ու արդիականացված է նաև երկհարկանի տարածքը, որը պատկերասրահին հատկացվել է Գավառ համայնքի ավագանու որոշմամբ։ Դրանից 36 տարի առաջ 1989 թվականին բացվեց Հրաչյա Բունյաթյանի անվան պատկերասրահը։ Հրաչյա Բունյաթյանն արդեն մեզ բոլորին հայտնի է, ինքը ծննդող նոր մայազեցի է, աշխարհի խոշորագույն գիտականի համարում ուզեցել է, որ իր հավաքություն նվիրի պատկերասրահին, բայց դրա հանգարցամահ եղավ եւ այդ երազանքը ինքը չկատարեց, բայց դրա իր երազանքը կատարեց իր այրին։ Իրանք ունեին շատ հրաշալի հավաքվածություն, շատ հրաշալի։ Ինքը դիմեց մեր քաղաքային սովետ այն ժամանակ եւ ցանկություն հայտնեց, որպեսզի այդ իրենց հավաքածուներից մեզ նվիրաբերի։ Պատկերասրահի բացման արարողությանը մասնակցում են Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը։ Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը ներկայացնում է նոր շենքային պայմանները, ցուցադրվող հայ եւ համաշխարհային ճանաչում վայելող արվեստագետների աշխատանքներն ու իրականացվելիք գործունեությունը։ Գավառի պատկերասրահը իր հրաշալի հավաքածուով իրականում տեղակայված է եղել մասնավոր տարածքում, դեղատների, խանութների, տների հարևանությամբ։ Եվ այսօր վերջապես Գավառի համայնքապետարանի ջանքերով եւ ազգային պատկերասրահի համագործակցությամբ մենք ունենք նոր երկհարկանի հրաշշենք եւ մեր հավաքածուն ստացավ կարծում եմ իր մշտական հրաշալի տունը։ Պատկերասրահի նոր շենքի բացման հանդիսավոր արարողությանը կարևորվում են նաև Գավառ համայնքի կողմից ցուցաբերված ուշադրությունն ու հոգատարությունը մշակութային կյանքի աշխուժացման ու զարգացման գործին։ Արվեստի հանդեպ, մշակույթի հանդեպ ուշադրություն մի բան է, որ մենք միայն այսօր չի տեսնում։ Մենք միասին համագործակցության բազմաթիվ առիթներ ենք ունեցել եւ բազմաթիվ առիթներ ենք ունեցել տեսնելու նաև թե ինչ ակտիվ է Գավառը։ Ես մեծ հաճույքով հիշում եմ յուրաքանչյուր արվեստի դպրոցի եւ արվեստի դպրոցի մանկապատանեկան կենտրոնի մեր երեխաների հետ հանդիպումները տարբեր փառատոների ժամանակ այն տաղավարները, որ այցելել են եւ որտեղ երևում է նաեւ թե ինչ ակտիվ մշակութային կյանք կա այստեղ, ինչ ակտիվ մշակութային գործություն է իրականացվում։ Ուզում եմ ես նույնպես շնորհակալություն հայտնել Գավառի համայնքապետ պարոն Մարտիրոսյանին, Գավառի հավաքանուն այս կարևոր ու ողջունելի որոշումը կայացնելու, այս տարածքը մեր պատկերասրահին տրամադրելու համար ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել տիկին նախարար ձեզ, ձեր ներկայությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությանը, մեր մշակութային ժառանգության վրա մեծ ուշադրություն դարձնելու համար, ուզում եմ Բունյաթյանի անվան պատկերասրահի մեր գործընկերներին անընդհատ ու բարի ընթացք անեն։ Արարողությունն ուղեկցվում է նաև անակնկալներով։ Երկարամյա նվիրված աշխատանքի համար Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի պատվոգրով պարգևատրվում է Գավառի պատկերասրահի տնօրեն Ջուլիետա Ղարաբաղցյանը։ Վերջին 36 տարիներին նա ղեկավարում է պատկերասրահի աշխատանքները։ Ես շատ ողջորված եմ ու շատ շնորհակալ եմ ազգային պատկերասրահից։ Շատ շնորհակալ եմ նաև մեր բարերարներից, որ հնարավորություն ընձեռեցին, որ ես կարողացա այս բաներին հասնել։ Շնորհակալություն եմ հայտնում նաև համայնքի ղեկավարին, հատկապես Գուրգեն Մարտիրոսյանին, մեզ այս շենքը հատկացնելու եւ ընդհանրապես շատ հարցերում ծախսերը իր վրա վերցնելու համար։ Հրաչյա Բունյաթյանի անվան պատկերասրահի նոր շենքի բացման արարողությունն ուղեկցվում է Մեղեդի Լարային քառյակի երաժշտական կատարումներով եւ Գավառի գեղարվեստի դպրոցի եւ Գավառի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի սաների բացօթյա գեղանկարչական աշխատանքով։ Ալվարդ Մանուկյան, Սարգիս Սալավերդյան, Քյավառ հեռուստաընկերություն, Գեղամա օր։